Հարգելի գործընկերներ, սիրով ողջունում եմ բոլորիս։ Հայաստանի Հանրապետությունը նոյեմբերի 10-ին նշում է Տիմ օրը, որի առիթով շնորհավորում եմ բոլորիս, շնորհավորում եմ ձեր պատասխանատու պարտադրանաչ աշխատանքի համար։ Այսօր ուզում եմ նաև ներկայացնեմ նոր ավականու անդամին Լիլիթ Աթոյանին, ցանկանում բոլորիս համատեղ մեղմնավոր աշխատանք։ Բայց մենք ինի օրը մի հատ բնության գրկում արժե շարունակում էլի դարբրծավրս նշել։ Միջոցառման, չէ՞։ Այնտեղ պարգևատրվեց Տիմի օրը։ Չիտեմ քիչ ուրիշ երեք տարի առաջ այսօրը հաղորդանոց ստացած համար քավարի Հաճելի, ծանր, մարդասիրական աշխատանքի համար, շատ շնորհակալ անչափ բոլորիցը։ Իդեպ այդ 2 օր առաջ միջոցառման ընթացքում 10 եւ ավելի տարի Տիմում ծառայած աշխատակիցները պարգևատրվեցին շնորհակալագրով, հաջորդ տարի էլ ավականու անդամների հերթը կհասնի, իսկ 20 ու ավելի ավականու անդամ Տիմում ծառայած ընկեր Նիկոյաններ, այդքան երկարատև աշխատանքի համար։ Շատ ափսոս, որ ներկա չէինք շատերս, հաջորդիվ կազմակերպել շնորհակալություն եւ օրվա համար շնորհակալություն եւ բոլորիս համատեղ լավ աշխատանքի համար։ Սա բոլորիս հաջողությունն է, լավ աշխատանքը, արդյունքը բոլորիներս։ Եվ այսպես ներկայացնեմ Տավուշի մարզի Բերդամայնքի ավականու 2025 թվականի նոյեմբերի 10-րդի 6-րդ նստաշրջանի հերթական նիստի օրակարգի նախագիծը։ Հաստատել Բերդամայնքի ավականու հերթական նիստի հետևյալ օրակարգը։ Տավուշի մարզի Բերդամայնքի ղեկավարի պաշտոնային դրույթ հաստատելու մասին հատուկ է այսօրը ներկայացված։ Տավուշի մարզի Բերդամայնքապետանի ենթակայության հիմնարկների աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույթ քաչափերը հաստատելու մասին, Տավուշի մարզի Բերդամայնքի 2026 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին, Տավուշի մարզի Բերդամայնքի ավականու 2023 թվականի դեկտեմբերի 23 թվական պետք է 24-ը վրիպակա։ Թվականի դեկտեմբերի 28-ի Տավուշի մարզի Բերդամայնքի 25 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին, 427 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, Տավուշի մարզի Բերդամայնքի բնակիչների անվամբ գրածված շարժական եւ անշարժ գույքերի հողի եւ գույքի վարձավճարների հարկերի արտոնություններ տրամադրելու մասին, 6-րդը գյուղատնտեսական նպատակային նշանակության 11-051-01-28-0011 կադաստրային ծածկագրով 2.49 հեկտար մակերեսով հողամասն աճուրդով օտարելու մասին, արդյունաբերության ընդերք օգտագործման եւ այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 0.26 հեկտար մակերեսով 11-052-02-000004 ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու մասին, անհատույց օգտագործման պայմանագիրը դադարեցնելու եւ դեպի առաջ բարեգործական հասարակական կազմակերպության հետ անհատույց օգտագործման պայմանագիր կնքելու մասին, գյուղատնտեսական նպատակային նշանակության 11-051-01-28-0009 կադաստրային ծածկագրով 0.49 հեկտար մակերեսով հողամասն աճուրդով օտարելու մասին, Best Comfort ՍՊ վարձակալությամբ տարածք տրամադրելու մասին, Բերդամայնքի ավականու 10 հունիսի 2021 թվականի թիվ 67 որոշումը եւ 17 ապրիլի 25 թվականի թիվ 48 որոշումը ուժը գործրած ճանաչելու մասին, բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.0053 հեկտար մակերեսով հողամասն աճուրդով օտարելու մասին, Հովհաննես Էդիկի Գյուրջինյանի վարձակալությամբ տարածք տրամադրելու մասին, արդյունաբերության ընդերք օգտագործման եւ այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների 0.04
հեկտար մակերեսով 11,051 0025 0051 ծածկագրով հողամաս հաջորդող օտարելու մասին, Հենրիկ Աշոտի Ղարսայանին անհատույց օգտագործման տարածք տրամադրելու մասին, Բերդ համայնքի ավականու 13 փետրվարի 2025 թվականի թիվ 02-ը և թիվ 19-ը որոշումների ուժը կորցրած ճանաչելու մասին, Գյուղատնտեսական նպատակային նշանակության 11,051 0103 0129 կադաստրային ծածկագրով 0,11 հեկտար մակերեսով հողամասն հաջորդող օտարելու մասին, Գյուղատնտեսական նպատակային նշանակության 11,051 0103 0130 կադաստրային ծածկագրով 0,10 հեկտար մակերեսով հողամասն հաջորդող օտարելու մասին, Գյուղատնտեսական նպատակային նշանակության 11,010 04000003 ծածկագրով 0,10 հեկտար մակերեսով այլ հողը մրցույթային կարգով արձակալությամբ տրամադրելու մասին և 20 Տավուշի մարզի Բերդ համայնքի ավականու 6-րդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ Նշված օրակարգով այսօր կաշխատենք։ Հարգելի ավականին, ովքեր են կողմ նշված օրակարգով աշխատելու, դեմ, ձեռնպահ, չունեն, շարունակեցինք։ Եվ այսպես Կերավալյան խնդրեմ։ Հարգելի ավականի, ուրեմն ձեզ ներկայացնում Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնային դրույթը հաստատելու մասին։ Ուրեմն ղեկավարվել օպերատիվ կառավարման մասնավորի 28-րդ հոդվածի առաջին մասով, 18-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետերով, ուրեմն Բերդ համայնքի ավականու որոշումն է ներկայացում հաստատել Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնային դրույթը չափով 540,000 դրամ չափով։ Ուրեմն ընկերներ, ըստ օրենքի համայնքի ղեկավարի պաշտոնային դրույթը չափը պետական ծառայողի մասին ըստ օրենքի, ուրեմն այնտեղ կա նվազագույն դրույթքաչափ, որը այսօր կազմում է 83,200 դրամ, որ համայնքի ղեկավարի պաշտոնական դրույթքաչափը պետք է լինի ազգային ժողովի պատգամավորի դրույթքաչափի ոչ ավել 80%, իսկ ազգային ժողովի պատգամավորի դրույթքաչափը սահմանվում է այդ 82,300 դրամի տասնապատիկ, այնտեղ շկալա կա պաշտոնյաների աշխատավարձի, ասենք, չափի մասի։ Հիմա 83,200 դրամի, ասենք, 80%-ը մոտավորապես կազմում է 665,000 դրամ, բայց մենք ներկայացրել ենք մենք համայնքի ղեկավարի, ասենք, աշխատավարձի չափը 540,000։ Դες մանրամասն ներկայացնել պետք չի ոնց է ձևավորվել թիվը։ Հարգելի ավականի, համայնքի ղեկավարի 25 թվականին գործող հաստիկացակի աշխատավարձ 450,000 դրամադրույքը 26 թվականի համար առաջարկում են 20%-ով բարձրացնել 540,000 դրամ։ Խնդրում եմ քվեարկել։ Խնդրում եմ քվեարկել, ովքեր են կողմ։ Շնորհակալ եմ։ Դեմ, ձեռնպահ, շարունակեցինք։ Ուրեմն Տավուշի մարզի Բերդ համայնքապետարանի և վկայության հիմնարկների աշխատակազմի կառուցվածքի աշխատակիցների թվականը կհաստատակցության և պաշտոնային դրույթքաչափերը հաստատելու մասին, ղեկավարվել օպերատիվ կառավարման մասին օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, 34-րդ հոդվածի առաջին երկրորդ մասերով և երրորդ մասի 4 կետով, 35-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով, համայնքային ծառայության մասին օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի կետով, 27-րդ հոդվածի առաջին մասով և նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով Բերդ համայնքի ավականու որոշման է ներկայացում հաստատել Տավուշի մարզի Բերդ համայնքապետարանի ենթակա հիմնարկների և գյուղակների աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների թվականակը, պաշտոնային մասնիկացուցակները և դրույթքաչափերը համաձայն ավերված 1-ից մինչև ավերված 24-ի։ Ուրեմն Եթե թույլ կտակ Տիկին Հակոբյան, ուրեմն խոսքը վերաբերում է համայնքային բոլոր կազմակերպությունների և համայնքապետարանի աշխատավարձերի և հաստիկացուցակների դրույթների։
26 թվականին ես ուրախությամբ պետք է շեշտեմ, որ Բերդ համայնքում այլևս նվազագույն աշխատավարձ ստացող համայնքային որևիցե հիմնարկում աշխատակից չենք ունենա։ Նվազագույն աշխատավարձը, որը ներկայումս 104,000 կամ ովքեր որ պարտադեպուտակային անդամ չեն 98,000-ի կարգի տենսում հա 26 թվականի համար բոլոր նվազագույն ստացողները կստանան 30%-ով ավելի, նվազագույնը 135,200 դրամ։ Նաև մնացած բոլոր մեր աշխատակազմի աշխատակիցների, բոլոր համայնքային կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանա արդեն հաշվի առնելով համայնքի ֆինանսական հնարավորությունները եւ նաեւ ծառայաբեռնվածության հաշվետվությունը, որոնք մանրամասն համայնքահայապետարանի աշխատակազմի քննարկումներ արդյունքում ենք վեր ենք հանել եւ ըստ այդմ մեր հնարավորությունները բաշխատեն բոլորի աշխատավարձերը կբարձրանա ընդհանուր առմամբ համայնքային բոլոր հիմնարկների աշխատավարձերը կավելանա շուրջ 220 միլիոն դրամ տարվա կտրվածքով ֆիքսված գումարներով կավելանան բոլոր կազմակերպություններինը, բացի մեր մանկապարտեզներինը, որտեղ չկիրավի արդեն գործակից կապված երեխաների քանակի, խմբերի քանակի եւ միջին ծառայաբեռնվածության հետ ըստ այդմ մանկապարտեզները հնարավոր է որ աշխատակիցներից աշխատավարձերը բարձրանան նաև 30 եւ ավել տոկոսով, իրականում կավելանան որոշ մանկապարտեզներ մինչև 40%-ով, բայց կլինեն նաև թե ծառայաբեռնված պարտեզներ, որտեղ ըստ երեխաների քանակի բարձրացում այդքան չի լինի, 15-20%-ի սահմանները կտապանվի, նաև այս հրախուսով միջոցը, որպեսզի հավելյալ երեխաներ, եթե գյուղում կան, բնակավայրում կա, արդեն մանկապարտեզի կոլեկտիվներ աշխատի, ներգրավի։ Խոսքը հաստիկացակների մասին երևի այսքանը, եթե ինչ-որ հարցեր կան, ես սիրով պատասխանում։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ հերթյան հարցը, պարտեզի աշխատակիցներին երեխաների թվի հետ կապված, օրինակ ինչ եք իջացնում։ Իջացնում, չեն բարձրացնում ավելի շուտ։ Չէ։ Օրինակ նայեք դպրոցներում, եթե մինչև բանուն աշակերտ ունեցող դպրոցներում, եթե ունեմ ասենք 12 ժամ, 10 ժամ պետությունը հավելավճար է տալիս, արդյոք ճիշտ չէ լինի, որ իրենց մոտ էլ ինչ-որ մի բան փոխեի, եւ երեխաներին ավելի շատ բաներ ընդդեմ։ Չէ, բայց մենք ոնց որ ճիշտ չենք հասկանում իրար։ Նվազա ամենաթերի ծառայաբեռնված մանկապարտեզը Այգեպարի մանկապարտեզն է այսօր, որը ունի 13 երեխա, 1 խումբ, հետևաբար մի խմբի միջին խմբի ծառայաբեռնվածությունը 13 երեխա։ Դաստիարակը կստանա 133,200 դրամ, այսօրվա 115,000-ի փոխարեն։ Իսկ ամենածանրաբեռնվածը, եթե չեմ սխալվում, Հարցվաբերդ։ Օրինակը վերաբերի գամերին, այստեղ արդեն կստանա դասյարակը 147,200 դրամ, այսինքն ամեն դեպքում բացրացում կաս։ Ամեն դեպքում այդ մարդիկ նույն աշխատանքներն անում 13 ամիսի դիստում Չէ, ուրեմն դրա հետ կապված մենք քննարկում ունեցանք, եթե նույն մանկապարտեզի մեջ տարբեր խմբեր կան, կա օրինակ երկու տարբեր ծառայաբեռնվածությամբ, մենք որոշում ենք կայացրել, որ պետք է հավասարաչափ բարձրանա դասյարակների աշխատավարձը։ Բայց այո, օրինակ պարապն 26 հոգանոց 30 հոգանոց դասարանի ստանում են ավելի քիչ, չինչինում 2 այդ գուրերում 2 ստանում են մեզանից համարյա 3-ի բարձր։ Շահագրգռող բանը, որ երեխաները կանեն էլի չի ուզեմ Հիմա տեսեք, մենք շահագրգռող հատված որն է կոնկրետ մանկապարտեզների հետ կապված։ Մի երեխա, եթե հավելյալ մի երեխա կարողանա ներգրավի կոլեկտիվ մանկապարտեզ բնակավայրից, ամբողջ կոլեկտիվի աշխատավարձը բարձրացնելու է։ Խոհարարից հաշվապայից մինչև տնօրեն։ Ամեն դեպքում լավ դներ, որ հավասարին, որովհետև մանկավարությունը մի քիչ բարդ բան է էլի։ Այսինքն եւ Այգեպան եւ բան չանենք, չէ, նույնը լինի էլի։ հավասար։
Ես այստեղ արդեն մի քիչ Դուք արդեն որոշեք, բայց ինձ թվում է հաջողությունով երկրորդ տարի ակնկալանք է տարբերակումը կրկին էլի այս աշխատավարձի բարձրացումով կամ ուրիշ մեխանիզմներ ներդրելով այդ հասնել կատարած սահմանումները դեռ երկու որքան է որ թվիցաբացան, որքան երեխայից հետո է բացվում։ Ցանկացած մի երեխա ավելացավ, ինքը ավելացնելու ամբողջ կոլեկտիվի աշխատավարձը։ Բայց միակ մտավախություն չկա, ունենք փոշակ փոքր գյուղերը, ավտոմատ միշտ քիչ երեխա են ունենալ։ Ինչ Փոքր գյուղերը, փոքր խմբերը։ Բայց կապ չունի, այդ մարդը տանից դուրս է գալ նույն ծառաբեռնվածություն է, երեքու հետ աշխատելը կապ չունի, մեկն է, թե 11 Բայց կապ չունի, ես ապարատում եմ 30 հոգանոց դասարան, մեկը 3 հոգանոց դասարան, ինքը ստանում Վերնված երեխա դասարան։ Բայց կապ չունի, մատիրականից դուրս է գալի։ Մանկապարտեզը այդտեղ ոչ միայն դաստիարակություն ու կրթություն է։ Խնամքն է, երեխաների խնամքն։ Ես ուզում եմ Դժվար բան է շատ։ մի ուրիշ դիտարկությունից նայենք այս ամեն ինչին։ Կոնկրետ մանկապարտեզի աշխատավարձի ֆոնդը, մեր բոլոր մանկապարտեզների աշխատավարձի ֆոնդը 25 թվականին 236 միլիոն է։ 26 թվականին դիմելու է 297, այսինքն 60 միլիոն դրամ աշխատավարձ ենք ավելացնում 26%-ով, որը կարա ոչ թե 26-ը լինի, այլ իրականում կարա, եթե օրինակ գիտենք բնակավայր, ես գիտեմ, չեմ ասում, որ կան բնակավայրում երեխեք չեն հաճախում մանկապարտեզ, շատ ենք հորդորել, մեր այցերի ընթացքում են, որ աշխատեցեք, ծնողների հետ, երեխեքին բերեք։ Պատճառը ամենատարբեր պատճառներ են նշում, բայց իմ համար պատճառը աշխատակազմի ոչ լավ աշխատելն է մանկապարտեզի։ Պետք է գնալ, համոզեն երեխուն բերեն ցույց տան, մի քանի օր չգիտեմ, վերջ ես չսովորացնեմ ինչ անեմ։ Եթե այս պարագայում ամբողջ մանկապարտեզները լինեն ծառաբեռնված, մոտ 40%-ով մանկապարտեզների աշխատավարձերը կավելանան։ Հիմա ես ինչ եմ ուզում առաջարկել, նայեք այն տեսանկյունից, որ միջինը 26%-ով մանկապարտեզի աշխատավարձը ավելանալու է, եւ չի լինելու աշխատակից ու աշխատավարձը չավելանա, կոնկրետ 26 թվականի համար բոլոր բյուջետային մնացած հիմնարկները մշակույթի տուն, արվեստի դպրոց, գրադարան, ֆիքսված 30%-ով ավելանալու է բոլորի աշխատավարձերը։ Միայն համայնքապետարանն է, որ տարբերակված, ասենք 10%, 15%, ավելագույնը 20% աշխատանքի բացատրության ավելացում։ Այսքանը արդեն բյուջեի հարցը քննարկելուց ավելի մանրամասն էլի կարող քննարկել։ Ես մի հատ հարցել էի, կամ ինչ պատմող կարելի է, իսկ ճիշտ չէ, լինի որ ես ներառական կրթության խնդիրներ երեխաների քանակներն հաշվի առնելով, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների քանակները մանկապարտեզում, որտեղ դաստիարակի աշխատանքը բավական դժվարանում է առումով։ Կարելի է, բայց Գյուղերում ավելի շատ են երեխաները։ աշխատավարձի մասով կարելի է քննարկած, բայց պետությունը արդեն հաշվի Չգիտեմ, հնարավոր արդյոք է աջակցությունից հատկացված արդեն։ Նա պետք է քննարկենք, թեկուզ այս պետության տրամադրած գումարի որոշակի հատված գնա ավելավճար որպես Կարելի ասել ուսման միջոց որպես որտեղ բավականին դժվար է աշխատանք երեխաների։ Մի հատ այդ առումով արդեն քննարկենք պետության, պետական միջամտությունը որ կա, փորձենք իրանց տված ֆինանսների հնարավոր է ուղղենք աշխատավարձը։ Իրանց տված ֆինանսներից էլ երեխաներին հարմարեցնող գույք են ձեռք բերում մանկապարտեզները, դա լավ բավականին օգուտ, բայց եթե դաստիարակին են մի քիչ խրախուսվի, թվում ավելի հաճելի կաշխատելու։ Երեխաների քանակի տարբեր ասենք որը չէր հաճախում մանկապարտեզ ու առաջնային այդ խնդիրը իրականում մանկապարտեզի այդպես ասած կոլեկտիվի
որ ճիշտ աշխատանքի շուրջ հիմա որ չեն բանում ծնողները մանկապարտեզ խնդիրը ինչու՞մն է Ես առաջարկ եմ դուք այսինքն դուք առաջարկեցիք եւ հանձնաժողովի նիստի ժամանակ որ այցելությունը կոնկրետ մանկապարտեզների խնդիրներ ուսումնասիրող հանձնաժողով ստեղծենք, այցելենք եւ խմբերից անհաբերնվածությունը եւ բնակավայրում երեխեքի թիվ հաճախելիությունը ամեն ինչը համեմատրենք։ Ինչ չի թվում աշխատակազմի աշխատանքի հետ է կապված, բայց ամեն դեպքում մենք փորձենք խրախուսել, որ ավելի ակտիվ լինեն։ Գեր Պապյանից գբերթի մանկապարտեզների այս ժամային տարբերությունը մնաց անփոփոխ, թե։ Հա։ Շնորհակալություն Գերբաբյան, եթե հենց առաջարկություններ հարցեր չկան, քվեարկեցինք, ովքեր են կողմ, դեմ, ձեռնպահ, շարունակեցինք, Հաջորդացին Գերավարյան, Տավուշի մարզի բերդ համայնքի 26 թվականի պետական բյուջեն հաստատելու վերաբերյալ։ Արգելի ավականին տեսել եք 26 թվականի բյուջեի նախագիծը։ Նախ նշեմ, որ օրենքով սահմանված կարգով մենք պահպանելով բոլոր նորմերը իրականացնել ենք բյուջեի կազմման աշխատանքները, որ տաքսել ենք եւ համայնքային հիմնարկների ավականիների հետ աշխատակազմով իհարկե ունեցել ենք նախագծային առաջնային տարբերակը, այնուհետև հանրային լսումը իրականացվել եւ այս ամբողջ ընթացքում բարբերաբար փոփոխություններ է ենթարկվել։ Ես ուղենշային տարբերակով ներկայացնեմ 26 թվական ամփոփ, իհարկե վստահ եմ, որ ծանոթացել եք։ 26 թվականի համայնքի եկամտային մասը ընդամենը կլինի համայնքի բյուջեի եկամտային մասը ընդամենը կկազմի 2 միլիարդ 49 միլիոն 396,600 դրամ, որ 25 թվականի համար ավել է 10%։ Ինչպես գիտեք, բյուջեն կազմված է երկու հիմնական մասերից, դա պետական դոտացիան եւ համայնքային սեփական եկամուտները։ Ըստ այդմ պետական դոտացիան 26 թվականի համար կազմի միլիարդ 672 միլիոն 657,600 դրամ, որը ավել է նախորդ տարվա 10%-ով, իսկ համայնքի եկամուտները մենք պլանավորել ենք ավելացնել շուրջ 29 միլիոն 220,000 դրամով եւ ընդհանուր առմամբ կկազմի 376 միլիոն 739,000 դրամ։ Բավականին բարձր շեմ ենք սահմանել համայնքի սեփական եկամուտների ավելացման հետ կապված եւ առաջնային շեշտը դրվելու է համայնքում անշարժ գույքի հարկերի հավաքագրմանը։ Մնացած բոլոր եկամտային տողերով համամասնորեն ավելացումներ նախատեսել։ 26 թվականի համար, ինչպես շեշտեցի, հիմնական փոփոխությունը դա աշխատավարձի ֆոնդի հետ է կապված։ Եթե 25 թվականին մեր աշխատավարձի ֆոնդը կազմել է 814 միլիոն դրամ, ապա 26 թվականի համար արդեն միլիարդ 35 միլիոն դրամ կկազմի, ավել շուրջ 220 միլիոն դրամով։ Նախ 26 թվականի բյուջեն իհարկե շարունակությունով էր նախորդ 25-24 թվականի բյուջեների եւ եթե նախորդ տարիներին մենք շեշտը դրել էինք խնայողությունների մաքսիմում խնայողություններ ունենալու եւ կապիտալ ընթացիկ ծրագրեր իրականացնելու համար, ինչը հիմա մեծ մասը սկսվել է եւ տեսանելի է իհարկե բնակչության կողմից, ապա 26-ին արդեն մենք հնարավորություն ունենք աշխատավարձերը շոշափելիորեն բարձրացնելու, ինչի մասին խոսեցինք եւ բոլոր մեր աշխատակիցների, որոնք շուրջ 563 անձ են, համայնքը եւ երթակա կազմակերպությունները 563 աշխատակից ունեցող եւ բոլորի աշխատավարձը ավելացնելու ենք 26 թվականին բյուջեի նախագծով։ Նաև ունենք մեկ նորություն ուղղված կապված հենց ավականիների հետ։ 26 թվականին կդերդնենք ավականիների կողմից իրենց պարտականությունները իրականացնելու ժամանակ առաջացած ծախսերի փոխհատուցման մեխանիզմ, որը կրկին կապված է ազգային ժողովի պատգամավորին հասանելի փոխհատուցման
ենթակա գումարներից ավելի շուտ կկազմի դրա 30%-ը, եթե 250,000 դրամ արժ պատգամավորի դեպքում, ապա համայնքի ավականիներին մենք հնարավորություն ունենք 75,000 դրամի փոխհատուցում տրամադրել։ Տարվա կտրվածքով շուրջ 18 միլիոն 900,000 դրամ կկազմի, բայց այդ աշխատանքների իհարկե վճարման կարգը դեռևս առաջիկ ավականու նիստերով մենք արդեն ամփոփ կներկայացնենք, որոշենք ինչ կարգով է տրամադրվելու փոխհատուցումը, մաքսիմում 75,000 դրամ հնարավորություն ունենանք տրամադրել, իհարկե շատ հանգամանքներ ենք հաշվի առել, բնակավայրերից, բազմաթիվ բնակավայրերից ներկայացություն չկա ավականիներում, հետո տրանսպորտի լոգիստիկայի հարցը, հետո ինչ-որ չափով նաև բացակայությունների բացառման խրախուսման հարցն է ըստ գալիս, մի խոսքով կարգը ինչ տարբերակով է փոխհատուցումի իրականացվի, այդ արդեն կրկին ավականու կներկայացնենք ավականու հարցի ձևով։ Նաև ինչպես գիտեք 26 թվականի համար մենք ունենք պլանավորած կապիտալ սուբվենցիոն ծրագրեր, որում համայնքի ներդրումը կկազմի 446 միլիոն դրամ, իսկ ընթացիկ փոքր կապիտալ և վերանորոգման աշխատանքների համար, որոնց արդեն առարկայական ուղղվածություն մենք ունենանք տարվա վերջ, ինչպես գիտեք համայնքի ղեկավարի կողմից հանձնաժողով ստեղծվում նաև ավականիներն են այցելում, ամփոփում են խնդիրները և արդեն կրկին հավելվածի ձևով կներկայացնենք ավականուն աշխատանքներ իրականացնելու համար նմանատիպ ծրագրերի համար շուրջ 155 միլիոն դրամի չափով ունենանք նաև միջոցներ։ Մեծ հաշվով մեր տեմպը կապիտալ և ընթացիկ շինարարությունների ներդրումների համայնքում չենք կորցնի, բայց նաև այն որոշումները, որ նախկին ունենք կայացրել, որ աշխատավարձ չբարձրացնենք և ներդնենք կապիտալ ծրագրերի մեջ արդարացված է, մանավանդ որ արդեն 26 թվականի համար կառավարությունը ներդրման չափը համայնքի կողմից բոլորը ավելացրել է և այդ նույն չափով մենք նախատեսել ենք օրինակ ներդրում 26 թվականին, 25 թվականին, բայց չենք կարող իրականացնել ծավալային առումով, ծրագրային առումով այդ արժեքի։ Մոտ, եթե այս տարի 2 միլիարդի աշխատանք ունենք հիմա ընթացքի մեջ, նույն մեր ներդրման չափով հաջորդ տարի իրականացնելու ենք 1,5 միլիարդ, բայց էլի շոշափելի բավականին մեծ ծրագրեր են, որով մասին տեղյակ ենք։ Երևի այսքան է, եթե դե հետ կապված հարցեր։ Ես չեմ հիշում, պարտիվավճարների մասը իջացրել են։ Իջացվել է։ Вообще չկա 3 միլիոն։ Ինչպես գիտեք, 25 թվականի 28 միլիոն է, 26 թվականի համար իջացրել ենք 3 միլիոն, խիստ անհրաժեշտ դեպքերում Հավելյալ գործառույթ իրականացնելու համար։ խրախուսելու համար։ Իսկ ամբողջ բարձրացող աշխատավարձի չափը ինչքան է։ Ուրեմն 563 աշխատակցի համար տարվա կտրվածքով 220 միլիոն դրամով ավելանում աշխատավարձի ֆոնդը, նվազագույն աշխատավարձը համայնքը լինելու 135,200 դրամ, միջին աշխատավարձը համայնքային աշխատողի 153,000 դրամ։ Առաջի անգամն է, ինչպես մեր Գերդիգոն ասեց, սենց չի եղել, երբևիցե, որ համայնքային աշխատակազմում աշխատավորները նվազագույն աշխատավարձ ստացող աշխատակից չլինի։ Առաջ անգամ ես հնարավորություն 3 տարի առաջ անգամ ընթացքը չգցելով, մեր ստեմպը կապիտալ շինարարության ներդրումները տեմպը չգցելով ընթացքում։ Բացի հետ էլ հաշվի առնելով, որ 3 տարվա մեջ առաջ անգամ ենք աշխատավարձ բարձրացնում, ինձ թվում է ընդունելի է։ Եթե առաջարկություններ, հարցեր։ 2 միլիարդից 4 միլիարդ կես է կապիտալ ծախսերը, դա կառավարության չափորոշումի հետ է կապված, Սուբվենցիոն ծրագրերի արժեքը 26 թվականի համար 1,445 միլիոն դրամ է։ Սալիկապատում տուֆով, ասֆալտապատում, ջրամատակարարում, լուսավորության համակարգի իրականացնում, քաղաքում կենտրոնական զբոսայգի, ֆուտբոլի դաշտի վերանորոգում, որը նաև ունենք մասնավոր ներդրում։
մեր ներդրումը համայնքի կկազմի 445 միլիոն դրամ, ծրագրի արժեքը միլիարդ 440, 30% չափով է մեր ներդրումը երևի մի քիչ ավել։ Դրան գումարած նաև ընթացիկ փոքր ասենք որ իրականացվում է, տարբեր մանր վերանորոգման աշխատանքներ շուրջ 155 միլիոն դրամ։ Ես այս առումով ամենաշատ հավանություն ու կողմնակից եմ հատկապես ավականով վճարվելու համար, որովհետև գործառույթը ինչքան հասարակականանում ենք, այնքան մոտիվացիան ավելի լավ լինի։ Շնորհակալություն Կերպարյան, եթե այլ հարցեր քննարկումներ չկան, խնդրում եմ քվեարկեք, ովքեր են կողմ, դեմ ձեռնպահ, շնորհակալություն, շարունակեցինք։ Ուրեմն հաջորդ հարցն ելնենք։ Տավուշի մարզի Բերդամայնքի հավաքանու 2024 թվականի դեկտեմբեր 28-ի Տավուշի մարզի Բերդամայնքի 25 թվականի դեղատվաբյուջեն հաստատելու մասին համար 427 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ղեկավարվելով նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 34-րդ հոդվածով տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-1 կետերով 83-րդ հոդվածի երրորդ մասով եւ բյուջետային համակարգի մասին օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով համայնքի հավաքական որոշումներ ներկայացնում 2025 թվականին հաստատված Բերդամայնքի վարչական բյուջեի պարուսնային ֆոնդից 170 միլիոն դրամ հատկացնել կոմունալ ծառայություն վարկին ընթացիկ ծախսեր իրականացնելու համար։ Սա Կերպարյան երևի է Արգելի ավարտանի պլանի փոփոխությունը կապված է կոմունալ տնտեսության կողմից համայնքի կողմից պատվիրակված հավելյալ աշխատանքներ իրականացնելու հետ մասնավորապես ներկայումս անց է կացվում փողոցային լուսավորության համակարգ, որի նման գործընթաց կազմակերպվել է կոմունալների կողմից, Բերդի կոմունալ ծառայության ՈՒԿ-ի կողմից կապված համայնքապետարանի աշխատակազմի ծառայության հետ նշված պատվիրակվել է կոմունալին, այս նշված գումարի մեծ մասը 100 միլիոն դրամը նշված ծրագրի արժեքն է, իսկ մնացածը դա տարվա ընթացքում տարբեր աշխատանքներ, որոնք պլանավորված չէ, որ նորմալպես իրականացվի կոմունալի մեծ մասը հրատապության սկզբունքով ջրագծերի կառուցում, նոր ջրագծերի վթարված հատվածների վերանորոգում եւ այլն շենապատերի մեծ ծավալի աշխատանքներ նման աշխատանքների իրականացման արդյունքում անհրաժեշտություն առաջացել որոշակի փոփոխություն իրականացնել բյուջեի մեջ Սովորաբար ավելի քիչ նախատեսում ենք, հետո իրականացված գործողություններից հետո ավելացնում անցած տարի էլ այդպես ունեցանք։ Ամեն դեպքում աշխատանքները կամ պետք է իրականացվի համայնքապետարանի կողմից, կամ պետք է իրականացվի կոմունալի կողմից, պլանով նախատեսված է, որ համայնքը պետք է իրականացնել, բայց իրոք բավականին ծանրաբեռնված վիճակ է հիմա եւ այդ աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար որոշակի աշխատանքի բաժանում է իրականացվում մնացած Եթե հարցեր կան, խնդրեմ, եթե չէ քվեարկեք, ովքեր են կողմ, դեմ, ձեռնպահ, շարունակեցինք Կերպարյան։ Ուրեմն հաջորդ հարցը Տավուշի մարզի Բերդամայնքի բնակիչների ամենաշատ շարժական եւ արշավույթերի հողի եւ գույքի վարձավճարների հարկերի արտոնություններ տրամադրելու մասին Տավուշի մարզի Բերդամայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներ դիմել են Բերդի համայնքապետարան, որ վճարել են իրենց կամ իրենց հարազատների գրանցված շարժական արշավույթերի հողի եւ գույքի վարձավճարների հարկերի գծով առաջացած պարտքերը եւ խնդրել զեղչել առաջացած տուժը։ Ղեկավարվելով հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով 245-րդ հոդվածի 2-րդ մասով եւ կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի համար 22 են որոշման հաստատված կարգի 3-րդ մասի առաջին կետով 5-րդ ու 8-րդ մասերի պահանջներով եւ գույքահարկի հողի հարկի գծով առաջացած ապարտների մասին 2804/2012 թվականի օրենքով Բերդ համայնք հավաքանու
հաստատման է ներկայացնում որ Տավուշի մարզի Բերդամանկապետարան դիմաց գրագիչների համար գրացված շարժական անշարժ դեպքերի հողի եւ բույսի վարձավճարների վարկերի գծով տրամադրել արտոնություններ համաձայն հավելված 1-ի ուրեմն հավելվածը արդեն տրված է արգելավականի կարող է ծանոթանալ անշարժ բույսի մասով առանձին փոխադրամ միջոցների մասով առանձին հողի վարձավճարների մասով առանձին եթե պետք է տարանք ասենք Եթե ծանոթացել եք հարցեր առաջարկություններ կամ մայր գումարները վճարվել է ուժեր զուգանքներ դերմանտին կամ որ մահացած է օրինակ Բուդուրյան Յուրի Մելիքյան Եղիշ ասենք Բուդուրյան Յուրիկո չէ մեքենայի ասենք Քվեարկեցինք ովքեր են կողմ դեմ ձեռնպահ շարունակեցինք Կերավալյան Արժել ավականներ Բարակաշության հազարով 13 հարցնամքանարկելա Կնարկ մանթասում փոփոխություններ կան կներկայացնում ավականներ Յոցերորդ հարցը գյուղատնտեսական պատակային նշանակության ներկայացված ծածկագրով վերթու հեկտար 4945 մետր մակերեսում հողամասն աճուր թողոտարելու մասին տալ համաձայնություն Տավուշի մարզ Բերդաման գյուղ Չինարի համայնքային սեփականություն հանդիսացող խոթարքը 2 հեկտար 4945 մակերեսում աճուր թողոտարելու համար մեկնարկային գինը սահմանը 5.130.000 դրամ գույքը սահմանված կարգով կառավարության կողմից առաջարկված գնահատվել է մեկնարկային գինը սահմանվել գնահատողի կողմից Չինարի սահմանամերձակ ոցումը գյուղատնտեսական նպատակով տեղադրվում աճուրի թեպի մոմոնակ քաղաքից Ինչ անելու Շատ լավ, քվեարկեցինք կողմ Ծառուղ է ասակը, ծառ է Շատ դեմ ձեռնպահ չունենք, շարունակեցինք Եզրիքովյան Արդյունաբերական դերօգտագործման եւ այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական օբյեկտներից 2657 քառակուսի մակերեսով ներկայացված ծածկագրով հողամասն թողատարել են մասին։ Տալ համաձայնություն Տավուշի մարզ գյուղ Չինչի 120 հողամաս հասցրին գտնվող 11.052 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական արտադրական օբյեկտը 2026-57 մակերեսով օտարելու համար Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի հյուրիսի 4-ի որոշումը մեկնարկային գինը սահմանել 1.940.000 դրամ Ուժը կորցրած ենք ճանաչում 97 որոշումը նախկինում մենք գնահատել ենք թույլատրել աճուրքը 600.000 դրամով բայց քանի որ կարգ փոխվեց պետք է գնահատումից հետո այս արժեքնա Իմումատում համաձայնվել Շնորհակալություն քվեարկեցինք ովքեր են կողմ դեմ ձեռնպահ շարունակեցինք Անհատույց օգտագործման պայմանագիրը դադարեցնող և դեպի առաջ բարեգործական հարկային անհատույց օգտագործման տարածք տրամադրելու համար։ Պարտավորեցնել Փարոս հիմնադրամ են ծառայել Տավուշի մարզ համայնքային եւ բարաղոտ հասցեում գտնվող անշարժույթի անհատույց օգտագործման պայմանագիրը տալ համաձայնություն նույն տարածքի իրավունքներով տրամադրել դեպի առաջ բարեգործական հարկային։ Ուրեմն Փարոս հիմնադրամը Բերդ համայնքի հետ 20 թվին 49 տարով պայմանագիրակապել տարածքի Ամենույն Փարոս հիմնադրամը սրտեն ստեղծել է խնդրեմ որ իր հետ պայմանագիրը դադարեցնենք կապենք
դեպի առաջ իրանց բարեգործական կազմակերպության պրոստը ժամկետի հարցը ասում ենք նույն բան, եթե նույն ժամկետով եք տալիս, տանք, եթե չէ, մի որոշեք ինչքան ժամկետ է։ Իսկ իրանք ոնց են զբաղվում։ Իրանք լրիվ նույն ձևի։ Դու ինչ ես առաջարկում Եթե նույն ձևը Այդ ամականին ամորոշում, 49 տարեն ասենք։ Ես առաջարկում եմ եթե Բարեթիվ ժամկետը դուք դերկարացացում որոշեցիք։ Մի քիչ կարտասնենք ժամ։ Մենք Երբ պայմանագիր։ վերապահումներ չենք դնում, եթե պայմանագրի ինչ-որ կետեր չենք դնում։ Լավ առաջարկեցիք։ 10 տարի։ Կամ 10 Ամբողջը հիշողերգեցիք։ Նույն գործներս են անցանել։ Հանդեպ բան ունի կարի արտադրամ ասում է հրախճեր էր արտադրում։ Հենց լավ առաջ ենք։ Անոնն նայել է մի քիչ գրավաբանական վիճակն է։ Դեպի առաջ, հա։ Իսկ մի անգամից 50-ից 10 ինչ է, կասկայնա մի քիչ ավելի։ Ատում 10 տարի Ես չունի հետի որ ժամկետը պատճառաբար, օրինակ իրաց կողմից աղորներ դուրներ։ Դա դժվար չի 10 տարուց հետո երկարաշք է։ Դրմանարը ես դրա համար չի հանարեց։ Ավելի լավ Տարույքան կայակն, եթե օրինակ նախատեսում են ներդրումներ կատարեն, կարող է դա իրենց որոշակի առումով ճշի խանգարի։ Սակայն եթե ներդրումներ կատարեն ու կենան, որ ավելի լավ են աշխատում երկարացքի կարծրած։ Քվեարկեցինք 10 տարով։ 10 տարի առաջինը քվեարկեցինք։ Դեմ, ձեռնպահ, շարունակեցինք։ Երրորդ հարցը գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը 11.5128 կոդով 0.4998 համակերպով հաջորդ օգտարելու մասին։ Տան համաձայնություն Բերդաման գյուղ Չինարի համայնքային սեփականություն հանդիսացող 0.4998 համակերպով 51.128 ասφαλով հողամաս հաջորդ օգտարելու մասին մեկնարկային ելուսամանը 1.180,000 դրամ։ Հայգել ավականի, ուրեմն այսօր ավականությունը 4 հաճնարի գյուղատնտեսական հող կա տեղադրած, մեկը քննարկեցինք 2 հեկտարը, մեկը էս հարցն է, մեկը 11, մեկը Իրար հետ միացուրի իրար։ Բանը, պտի քանի որ ընդեր 6000-ից պակաս չկա, իրարում, ես այդ բան տեխնիկական հարցալ է, պտի երեքն էլ միացնենք իրար հետ օգտարենք, ես մի անգամից երեքն էլ իրար հետ կարդամ տենց հարցը բանամ։ Ուրեմն գյուղատնտեսական նշանակության 11.5128 4900 մետր, 103.129,140 և 103.130,050 մակերեսով հողամասը հաջորդով օգտարելու մասին։ Ուրեմն սահմանը 4000-ի համար 1.180,114-ի համար 360,000 հողամասի համար 340 դրամ, ընդհանուրը 1.888,000 դրամ մեկնարկային գնով։ 3 միլիոն հետ քվեարկենք, Կեր Գրիգորյան։ Չէ, սենց է, Չինարի համայնքը 6000 մետրից պակաս համայնք իրավունք չունի գյուղ փոխծախ։ Մեկ հողաբաժին է 6600։ Համի եթե ես 1100 եմ մարդ ուզում այրար կպացող է։ Պետք է ես մի լոտը օտարան սարք եմ հետքա։ Այդ մեր հողային օրես դուք։ Ամյացիկ որտե զնողում։ Մի խոշ չինք առանձին որոշումներով գրանցվել դետ մարդի վրա առանձին, բայց ավականին ու համայնքի ղեկավարը պետք է մի որոշումով ծախ։ Հասկացա։ Դե հիմա մի որոշումով էլ քվեարկեցինք, ովքեր են կողմ։ Դեմ, ձեռնպահ, շարունակեցինք։
Երրորդը 16 կոմֆորտ սպեի վարձակալությամբ տարած տրամադրելու համար։ Տան համաձայնություն Բերթամայինք սեփականություն հանդիսացող այգեր Արարաչ փողոցում 4 հասցեում գտնվող վարչական շենքի առաջին հարկի ներկայացված սենյակները տարեկան ամսական 30,000, տարեկան 360,000 դրամով 5 տարի ժամկետով տրամադրել 6 կոմֆորտ սպեի արտադրության գործունեություն ծավալելու համար։ Ուրեմն նախկինում, եթե հիշում եք, անցած ավարտան ու նիստում մենք լուծարեցինք պայմանագիրը Մակարոնի հրուշակեղենի ցեխի հետ։ Հարակից տարածքում արտադրություն են անում, այդ նույն կազմակերպիչները, որը ընդեղ արդեն ազատվել են, տարածքնել են ուզում, նույն պայմանները, ինչ որ տվել ենք նախկինները։ Ինչո՞ր են զգալ։ Սուշում դեպքից։ Մեր որ զիջեցինք այդ դրա մասն, հա։ Այդ տարածքը։ Չէ, նամերը որ վարդ չի տալիս։ Մեր վարդ զիջեցինք ինչ-որ։ Այդ տարածքը լուծանել են, ամսին չեն համլուծանել։ Ուզում են։ Ինչ երաշիկ ունենք որ այդ փոխել։ Չէ, կողքի մի որ գործնակ ես Սպասով եք բիզնեսը հաջող է, էլի որ էտել եք շարունակեցիք պայման ունենք, որ դերի պես արդեն նոր բաներ մեզ կա համողամասին, որ պայման կա, որ 3 ամսվա ընթացքում վաճառը չվաճառել դեպքում միակողմանը լուծարը Հենց մոտանական պայմանավորներն խնդիր Քվեարկեցինք, ովքեր են դեմ ձեռնպահ շարունակեցինք Ուրեմն հաջորդ հարցը երկու ավականը երկու հարցերը ուժ գործրակ ճանաչելու մասին է, որպես անցնենք նախորդ հաջորդ հարցին։ Ուրեմն 11-րդ հարցը Բերդ ավականո համայնքի 21 թվականի հունիսի 10 թիվ 67 և 25 թվականի 48 որոշում գործարար ճանաչելու մասին է։ Ուրեմն Տավուշենց փողոցում 53 քառակուսի տարածք կա, մարդիկ դիմել են վերցնելու։ Սկզբից մենք ավականով որոշած ենք 21 թվին 530,000 դրամ, մասնակից չի եղել, 25 թվին ներկայացրել ենք էլի ավականը 260,000-ով, քանի որ կարգ փոխվեց, հիմի գնահատել ենք, հաջորդ հարցը, այս նույն հոլամասն է, արդեն գնահատած մեկնարկային գրում։ Այս մեկ դուշ գործարան ճնանչենք, որ արժեքին դոմ դնենք։ Կողմ դեմ ձեռնպահ շարունակեցինք Համար 12 հարցը ներկայացված հոլամասն է, տավ համաձայնություն Թավուշի մարզի Բերթամեն քաղաք Բերտաշեց փողոց 2.5 հոլամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի հասարակական կառուցապատման 53 քառակուսի մակերեսով հողամաս լոտարելու համար մեկնարկային գինք սահմանը 380,000 դրամ, շուկայական գինն շուկան գնահատել է 380,000-ով, ներկայացնում ենք 380,000 Քվեարկեցինք, եթե չունենք առաջարկություններ, կողմ դեմ ձեռնպահ շարունակեցինք 13 հարցը Հովհաննես Էդիկի Գյուրջինյանին վարձակալությամբ տարած տրամադրելու մասին։ Տան համաձայնություն Բերթամայինքի սեփականություն հանդիսացող Գյուղ Չինչինչորը փողոց 4 ակումբ հասցեում գտնվող առաջին հարկի թիվ 5 սենյակը և 28-ային հարկի թիվ 1 սենյակը ընդհանուր 42.98 մակերեսով առանց մրցույթի վարձակալությամբ ամսական 22,000 դրամով տարեկան 264 դրամով տրամադրել Հովհաննես Էդիկի Գյուրջինյանին, են պայմանները գործում են։ Ուրեմն նախկինում այս տարածքը Չինչինի ակումբի շենքում օգտագործվելուց եղել, հաստատ հենց Հովհաննեսն էլ օգտագործել է, բայց ուրիշի պայմանագրով է եղել, եկել են պայմանագիրը լուծարել, Հովհաննեսը դիմել է, նույն պայմանները։ Վարձակալություն։ Քվեարկեցինք, կողմ դեմ ձեռնպահ շարունակեցինք 14 Արդյունաբերական դերքարտագործման և այլ արտադրական նշանակության
492 քառակուսի մակերեսով 1151-25-21 ծածկագրով հողամասաճյուղ թողարկելու մասին։ Տալ համաձայնություն տալու Շիմաց Բերդամայնգյուղ Չինար 3-րդ փոստասիոտ հասցեում գտնվող 11-56 Որոշեցինք ընդհանուր։ Չէ, այս բանն է, մասի սիգարը։ Համայնքային սարտադրական։ Դեր կապտագործման օբյեկտներ գործառնակ աննշանակության հողամաս օտարելու մասին։ Ուժը գործարան ճանաչում 19 մայիսի 25 թվականի որոշում մեկնարկային գինը սահման 620։ Երբ որ կերտում ես հողը մենք 19 մայիսին գնահատած ենք եղել 160,000 դրամ շուկայական արժեքը գումարած մեր կատարած ծախսերը 620,000 դրամ է։ Մեկնարկային գինը։ Քաղաքացին դիմելա արտադրական տարածքում ուտեղ շոր։ Հաստատ ստիրապետը քվեարկեցինք կողմ դեմ ձեռնպա չկա շարունակեցինք 15-ը Հենրի Աշոտի Ղարսայանը նահանգ հաջորդագործման պարաս տրամադրելու համար Բերդամեն Չկրարկեցինք կողմ նախորդ հարցի վերաբերյալ դեմ ձեռնպատ չունենք շարունակեցինք Բերդամայնքի սեփականություն հանդիսացող Տավուշիմաց Բերդամայնք այգեծ որ գյուղը առաջ փողոց գրադարան հասցեում գտնվող երկրորդ հարկի 6-րդ 7-րդ սենյակները 5 տարի ժամկետով անհատույց իրավունքով տրամադրել Հենրիկ Աշոտի Ղարսայանը համայնքային գրադարան երիտասարդական կենտրոն շահագործ համայնքի հետ ընդհանուր համատեղ օգտագործման տրամադրել Հենրիկ Աշոտի Ղարսայանին համայնքային գրադարան երիտասարդական կենտրոն շահագործելու նպատակով։ Ուրեմն երեքը 5 ենք սարքել Համադրողի նիստի ժամանակ կապանով սապանե ավաճարկով տարին նգիրեք էին նախատեսել այն 5-ով Խնդիր չկա, ամեն դեպքում տարիների քանակի է կապված, բոլորը տեղյակ եք ես հացին քննարկվել մանրամասն այցելել եք ունեցել, հիմա որոշվեց իհարկե դիմումատուի հետ քննարկումների արդյունքում, որ ծրագրից սկզբանե ինչ գաղափար ինքը դրել է, գրադարան սրճարան, իրականացնենք արդեն համայնքի հետ համագործակցաբար Եվ այդ տարածքը, որը որ հիմա հաստացից իր նախորդ հավաքան որոշման Ղարսայանին տրամադրվել, այլևս կօգտագործի որպես համայնքի հետ համատեղ եւ Այգեծոր գյուղի գրադարանը կտեղափոխվի տեղ։ Ու գրադարանի ավելի երիտասարդական հատվածը կարելի ասած, այսինքն գրադարանի աշխատողները ամենօրյա մուտք ունենան դեր, ամեն օր տեղը բաց կլինի, եւ նույն ժամանակ հետիկներ հնարավորություն ունենա իր արագից երիտասարդական կենտրոն տնտեսական գործունեությունը ծավալելու եւ այն գաղափարը, որը սկզբանե դրվել է, արդեն համայնքի հետ համատեղ կփորձենք իրականացնել, սա նաեւ հարաբերություն է երեկի համար եւ համայնքի համար, նորարարական ինչ-որ բան չկա նմանվերակ համայնքի տարածքում եւ կոմունիկացիաների ծախս չի կատարի համայնքը կհոգա նաեւ գիտեք որ շատ լավ դիրք հիմա եկեղեցու մոտ է բայց այցելուներ ամեն դեպքում զբոսաշրջիկներ կամ մարարասարակ շարժը դեռ ավելի մեծ է եւ տեսանելիությունը արդեն համայնքի հետ համատեղ առավել լավ կստացվի։ Սա մասին է խոսքը։ Տիրապետումը կլինի տարածքի հանդիսանա համայնքային, բայց անհատույց օգտագործման իրավունքով նաև
կտրամադրվի այդ իրավունքը Արսայանին եւ հնարավորություն կձեռնի իրեն որպես տարածքի իրապետող դիմել տարբեր ծրագրերի ավելյալ ներդրումներ իրականացնի այսքանը Քվեարկեցինք կողմ դեմ ձեռնպահ շարունակեցինք Ճիշտ է Գերապեսյան դիտարկումը չէ քվեարկում Գերապեսյան դիտարկումը ճիշտ է չէ քվեարկում Եթե դόσը չեմ սակոն 16-րդ հարցը մեր հավաքան 13 փետրվարի համար եւ համար 19-ը որոշում գործարար ճանաչելու մասին։ Ուրեմն նախկին հավաքան նիստով մենք եւ դասավանդի օրն որտեղ ենք ներկայացրել 900,000 դրամ։ Գրանցման բանին հայտնաբերել ենք, որ փետրվարին այդ հարցերը 320,000 մենք դրած ենք եղած, չեն թողել տարենք։ Մենք տեսուժ գործարար ճանաչենք, որ մնացած 900,000-ը կարող գրանցենք։ Քվեարկեցինք կողմ ձեռնպահ շարունակեցինք 17-րդ հարցը կարդաց են Չինարի միացրած հարցերի մեջը 18-ն է։ Ուրեմն գյուղատնտեսական նշանակության Գյուղատնտեսական նշանակության 11,403 ծածկագրով 1037 քառակուսի մետրով արալով մրցույթային կարգով արձակալությամբ տրամադրելու համար տալ համաձայնություն 25 տարի ժամկետով արձակալությամբ տրամադրելու Տավուշի մարզբերդ համայնքայգեձորի սահմաններում գտնվող գյուղնշանակության 01373 համակերը սովորելավող գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար մեկնարկային գինը սահմանել 3000 դրամ տարեկան։ Այգեձորի բնակիչ շատին օգտագործում այսօր փոքր կտորը 1000 մետր։ Կողմ դեմ ձեռնպահ Եվ շարունակեցինք վերջին հարցը Տավուշի մարզի բերք համայնքի հավաքան 6-րդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օր եւ ժամ սահմանել 2025 թվականի դեկտեմբերի 24 ժամը 16:00 Շնորհակալություն կրկին Իհարկենք Դեմ ունենք Ժամ 16 Ձմեռկապով վերջինս Եվ այսպես շնորհակալություն բոլոր տեսել աշխատանքի համար